ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի Մերձավոր Արևելքում իրավիճակը կարգավորելու իր ջանքերի համար։ Լրագրողներին ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Փիթր Սիյարտոն։ Թրամփը անկասկած կարժանանար Նոբելյան խաղաղության մրցանակին, քանի որ նա շատ բան է արել ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար։ Ես աշխարհում միակ արտաքին գործերի նախարարն էի, ով 5 տարի առաջ մասնակցեց Աբրահամի համաձայնագրերի ստորագրման արարողությանը Վաշինգտոնում։ Այդ համաձայնագրերը առաջին քայլ էին, որոնք իրական հույս էին ներշնչում Մերձավոր Արևելքի ժողովուրդներին խաղաղ եւ անվտանգ կյանքի վերադարձի համար։ Եվ հիմա 3 ձեռք բերված համաձայնագիրը երկրորդ հաջող քայլն է, նշել է նա։ Սիյարտոն հույս է հայտնել, որ տասնամյակներ տևած անհաջող փորձերից հետո այս լուծումը կարող է իսկապես խաղաղություն բերել Մերձավոր Արևելքի տարածաշրջան։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրամայել է 3 ամսվա ընթացքում պատրաստել ազգային սահմանադրության առաջին նախագիծը, ըստ նրա հատուկ դեսպանորդ եւ նախկին վարչապետ Մոհամեդ Շտայեհի։ Ես նաև սահմանադրությունը մշակող հանձնաժողովի անդամ եմ, ասել է նա Ժնևում ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված լրագրողների ասոցիացիայի համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ Նախագահը մեզ 3 ամիս ժամանակ է տվել Պաղեստինի սահմանադրության առաջին նախագիծն ավարտելու համար։ Հիմա մենք Պաղեստինի ինքնավարությունը կվերածենք Պաղեստինի պետության։ Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում տեղի ունեցավ խաղաղության գագաթնաժողով, որը հրավիրվել էր Գազայի հատվածում հրադադարի եւ այնտեղ պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման կապակցությամբ։ Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ կուղարկի Մոլդովա, տեղի զորքերին անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մարտավարություն վարժեցնելու համար, ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Այնտեղ նշվում է, որ բրիտանացի ռազմական փորձագետները, որոնք մասնագիտանում են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի գործողություններում, կուղարկվեն Մոլդովա։ Նրանք նաև կօգնեն Մոլդովայի զինված ուժերին վարժեցնել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մարտավարությունը։ Հոկտեմբերի 8-ին Մոլդովայի կառավարությունը հաստատեց երկրի համար նոր ռազմական ռազմավարություն, որը Ռուսաստանը եւ Մերձ Դնեստրում գտնվող խաղաղապահ ուժերը համարում է սպառնալիք եւ նպատակ է դնում ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի առնվազն 1%-ի։ Միացյալ Նահանգները կարող է 2026 թվականի աշխարհի առաջնության խաղերը տեղափոխել բարձր հանցագործության մակարդակ ունեցող քաղաքներից։ Սրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր արգենտինացի գործընկեր Խավիեր Միլեի հետ հանդիպման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Հարցին թե արդյոք նա կզրկի Բոստոնին խաղերը հյուրընկալելու իրավունքից հանցագործության պատճառով, նա նշել է. «Մենք կարող ենք զրկել նրանց դրանից։ Ես սիրում եմ Բոստոնի բնակիչներին։ Գիտեմ, որ խաղերի տոմսերը վաճառված են, բայց դուք վատ քաղաքապետ ունեք»։ Պատասխանը այո, եթե ինչ-որ մեկը լավ աշխատանք չի կատարում եւ ես կարծում եմ, որ պայմանները անվտանգ չեն, ես կզանգահարեմ FIFA-ի ղեկավար Ջանին Ինֆանտինյոին, ով ֆենոմենալ մարդ է, եւ կասեմ եկեք սա տեղափոխենք ուրիշ տեղ, եւ նա կանի դա, ասել է նա։ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում, հունիսի 11-ից հուլիսի 19։ Եվրոպական խորհրդային պետությունը չկարողացավ թուլացնել Ռուսաստանը։ Նման կարծիք է հայտնել ֆին պրոֆեսոր Թոմաս Մալինենը։ Խորհրդային պետությունում ոմանք գուցե մտածում էին, որ Ռուսաստանը կթուլանա, բայց տեղի ունեցավ հակառակը։ Երկիրը հիմա ավելի մարտունակ է, քան երբևէ, ընդգծել է պրոֆեսորը։ Մալինենի կարծիքով եվրոպական երկրները ձախողել են ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր փորձերը, առաջնորդվելով Ռուսաստանի Դաշնությունը թուլացնելու եւ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի տանելու ցանկությամբ։ Մեծ Բրիտանիան 6 ամսվա ընթացքում Ուկրաինային է մատակարարել ավելի քան 85,000 ռազմական անօդաչու թռչող սարք, արագացնելով ներքին արտադրությունը ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հայտարարության։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան մեծացնում է Ուկրաինային ցուսաբերվող աջակցությունը ստորագրելով նոր արդյունաբերական գործընկերություններ եւ վերջին 6 ամիսների ընթացքում մատակարարելով ավելի քան 85,000 անօդաչու թռչող սարք։ Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ երկիրը մշակում է հազարավոր նոր անօդաչու թռչող սարքեր։ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները չորեքշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ չեն քննարկի Կիևին հեռահար հարձակողական հրթիռների մատակարարման հարցը։ Հանդիպումից առաջ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նրան հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ ժամանակն է, որ Ուկրաինան ստանա ավելի մեծ հեռահարության հարձակողական հրթիռներ, այս հարցը այսօր չի քննարկվի, քանի որ դա երկկողմանի հարց է, պատասխանել է նա։ Արագածոտնի թեմից նաև կին աշխատակիցներ են ձերբակալվել։ Այս մասին քննչական կոմիտեի Բաքում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Նա նշել է, որ բացի հոգևորականներից ձերբակալվել են նաև առաջնորդարանի հաշվապահը, գլխավոր հաշվապահը, գործավար քարտուղարը, նրանք բոլորը կին են։ Ֆարմանյանի խոսքով Արագածոտնի թեմի հոգևորական տերոշինը նույնպես անհետացել է, տեղի են ունենում քահանաների առևանգումներ։ Հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն նաև մի պին են ահազանգել, որը մեր ահազանգից 5 ժամ անց արձագանքման խումբ ուղարկեց։ Նրանք հետևի մուտքով կարողացել են վերև բարձրանալ, ասել է փաստաբանը։ Արագածոտնի թեմի առաջնորդարանում իրավապահները շարունակում են հատուկ գործողություններ իրականացնել։ Հատուկ տեխնիկա է բերվել առաջնորդարան, որոնց օգնությամբ ԱԱԾ աշխատակիցների վերահսկողությամբ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ստորաբաժանման աշխատակիցները բացում են առաջնորդարանի հատուկ պահոցները։ Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը պնդում է, որ իր պաշտպանյալի մեր ձևով գործընթացին մասնակցելու մասին հայտարարությունը չի կարող դիտարկվել իշխանազավթման կոչ։ Նա մասնավորապես նշել է. «Բոլոր մեր հայրենակիցները վստահ են, որ լսել են Սամվել Կարապետյանի հունիսի 7-ի հայտարարությունը։ Ինչ կոչի մասին է խոսքը, մեր ձևով արտահայտությունն է իշխանությունը զավթելու կոչ, թե եկեղեցու կողքին կանգնելը։ Հիմա 2018-ին բազմաթիվ կոչեր են հնչել այն ժամանակ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից, ով փողոցային շարժում սկսած անձի կարգավիճակով էր։ Օրինակ, երբ հնչում էր, որ կամ ես կլինեմ վարչապետ, կամ ՀՀ վարչապետ չի ունենա։ Շատ ավելի նման է իշխանությունը բռնությամբ զավթելու կամ սահմանադրական կարգը տապալելու կոչի, քան եթե քաղաքական գործիչները չհաջողեն, ապա մենք էլ մեր ձևով կմասնակցենք այդ գործընթացին խոսքը», ասել է Վարդևանյանը։ L-Pace Եվրահանձնաժողովը ցանկանում է ստեղծել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ցանց մինչև 2027 թվականի վերջը։ Եվրահանձնաժողովը ցանկանում է ստեղծել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ ցանց, որը լիովին կգործի մինչև 2027 թվականի վերջը։ Նշվում է, որ համակարգը կընդգրկի բոլոր կողմերը, ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ Եվրամիության անդամ պետությունների ղեկավարներին կներկայացնի նախագծի իրականացման ճանապարհային քարտեզը։ Համակարգը նաև հաշվի կառնի Եվրամիության բոլոր սահմանների համար ընդհանուր անվտանգության հարցերը, ինչպիսիք են սահմանային անվտանգությունը, միգրացիայի ռազմականացումը, կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը կամ միջազգային կազմակերպված հանցագործությունը, նշվում է փաստաթղթում։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը կառաջարկի անապահ միջոցներ Եվրոպայի արևելյան թևում անօդաչու թռչող սարքերի պատ ստեղծելու համար։ Նա նաև նշել է, որ Եվրամիության արձագանքը Եվրամիության օդային տարածք ենթադրյալ ներխուժումներին կլինի վճռական եւ միասնական։ Այլընտրան Գերմանիայի համար կուսակցության падգամավոր Մարկուս Ֆրոնմայերի այցը Ռուսաստան պետական դավաճանություն կհամարվի։ Նման իրավական հետևանքներով սպառնացել է Քրիստոնեա-սոցիալական միության գլխավոր քարտուղար Մարտին Հուբերը։ Նա կուսակցությանը կոչ է արել արգելել падգամավորին մեկնել Ռուսաստան, քանի որ ֆոն Մայերը Կրեմլին կփոխանցի գաղտնի տեղեկատվություն, դրանով իսկ լուրջ վտանգի տակ դնելով Գերմանիայի եւ Եվրոպայի անվտանգությունը։ Ֆոն Մայերը պատասխանել է Հուբերի քննադատությանը հայտարարելով, որ Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի հետ երկխոսությունը բխում է Գերմանիայի շահերից։ Եթե հետևենք իշխող կուսակցությունների տրամաբանությանը, ապա նույնիսկ Դոնալդ Թրամփը պետական դավաճան է միայն այն պատճառով, որ խոսում է Վլադիմիր Պուտինի հետ, նշել է կուսակցության падգամավորը։ Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի, սակայն չի փակում բանակցությունների դուռը։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյուը։ Նա նշել է, որ առևտրային պատերազմների մասով Պեկինի դիրքորոշումը հետևողական է։ Եթե ծեծկրտուկ լինի, մենք կպայքարենք, եթե բանակցություններ լինեն, դուռը բաց է, պարզաբանել է դիվանագետը։ Գործակալության զրուցակիցը նաև հայտարարել է, որ բանակցությունների պահանջը եւ մաքսատուրքերի միաժամանակյա սպառնալիքները Չինաստանի հետ փոխգործակցության սխալ ճանապարհ են։
Մեկնաբանելով Գազայի հատվածի կարգավորման հարցը, Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ բոլորը հասկանում են, որ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության նախագահ է, ով աջակցում է նրանց, ովքեր կողմ են Միացյալ Նահանգներին, հույս հայտնելով, որ նմանատիպ օրինաչափություն կարելի է դիտարկել նաև Ուկրաինայի հակամարտության դեպքում։ Աշխարհը տեսավ, որ մեր Թրամփը խաղաղության նախագահ է, որը ձգտում է խաղաղության, աջակցում է նրանց, ովքեր կանգնած են Միացյալ Նահանգների կողքին։ Սա այն է, ինչ մենք տեսանք Գազայի հատվածում։ Սա այն է, ինչ մենք հույս ունենք տեսնել Ուկրաինայում, ասել է Հեքսեթը Բրյուսելում ունեցած ելույթի ժամանակ։ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթն ասել է, որ խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ կա ուժ, այլ կերպ ասած կարողություններ, որոնք թշնամին հարգում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք մենք սովորել ենք, որ պետք է ակտիվորեն ձգտել խաղաղության ուժի միջոցով։ Խաղաղություն ես ձեռք բերում, երբ ուժեղ ես։ Խոսքը կոշտ խոսքեր օգտագործելու կամ մատ թափ տալու մասին չէ։ Դուք դա ստանում եք, երբ ունեք ուժ եւ իրական կարողություններ, որոնք ձեր հակառակորդը հարգում է, ասել է Հեքսեթը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շրջանակներում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի եւ Կատարի առաջնորդների կողմից ստորագրված փաստաթղթի տեսքի շուրջ բանակցությունները շարունակվել են մինչև վերջին րոպեն, ընդ որում Անկարան պնդում է փոփոխություններ կատարելու վրա, հաղորդում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանին Շարմ էլ-Շեյխում կայացած գագաթնաժողովում ստորագրել են Գազայի հատվածի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ։ Գագաթնաժողովում ընդունվեց մտադրությունների մասին հայտարարություն պարունակող փաստաթուղթ։ Տեքստի շուրջ բանակցությունները շարունակվեցին մինչև վերջին 15 րոպեները։ Ժամը 07:00-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանին տեղեկացվեց, որ տեքստը պատրաստ է։ Լիտվան 30 միլիոն եվրո կհատկացնի Կիևի համար զենքի գնման համար։ Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ նախաձեռնության շրջանակներում։ Սրա մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալյենեն LRT-ի երկրի ազգային ռադիոկայանի եթերում։ Վարչապետ Ինգա Ռուգինյանեի աջակցության շնորհիվ մենք կկարողանանք Փյուրլ ծրագրի միջոցով 30 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայի համար խիստ անհրաժեշտ զենք գնելու համար, ասել է նա։ Նախարարը նշել է, որ այս գումարը պետք է հատկացվի պաշտպանության նախարարության բյուջեից։ Մենք պետք է վերաբաշխենք առկա միջոցները, հավելել է նա։ Շակալյանեն չի մանրամասնել, թե արդյոք ռազմական գերատեսչությունը ստիպված կլինի վերանայել իր ծրագրերը, հաշվի առնելով, որ իրեն հատկացված 30 միլիոն եվրոն կուղղվի Ուկրաինային։ Աֆղանստանում 15 մարդ է զոհվել, մի քանի տասյակը վիրավորվել Պակիստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով։ France Press գործակալությանը հայտնել է Աֆղանստանի Սփին Բոլդա քաղաքի հասարակայնության հետ կապերի վարչության մամուլի խոսնակ Ալի Մոհամմադ Հակմալը։ Նրա խոսքով բախումներ են տեղի ունեցել Ղանդահար նահանգի Սփին Բոլդա քաղաքի սահմանին։ Հիվանդանոցի աշխատակիցները գործակալությանը հայտնել են նաև, որ կա մոտ 80 վիրավոր, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Թալիբանի փոխխոսնակ Համդուլլա Ֆիտրատը հայտնել է 12 մահվան եւ ավելի քան 100 վիրավորների մասին։ Նա հավելել է, որ այսօր հոկտեմբերի 15-ին վաղ առավոտյան պակիստանյան զորքերը կրկին սկսել են հարձակումներ Աֆղանստանի վրա եւ աֆղանական ուժերը ստիպված են եղել հակահարված տալ։ Նրա խոսքով բախումների ժամանակ զոհվել են պակիստանցի զինվորներ։ Նիդերլանդները լրացուցիչ 90 միլիոն եվրո կներդնի Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի մատակարարման մեջ, փորձելով բարելավել ուկրաինական ուժերի իրավիճակը տեղում։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը, ով ժամանել էր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը։ Մենք մտադիր ենք ընդլայնել անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ուկրաինային եւ այդ կարիքների համար հատկացնում ենք լրացուցիչ 90 միլիոն եվրո, ասել է նա։ Բրեկելմանսը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեն Կիևի ռեժիմին բարելավել իր ռազմական դիրքերը գետնի վրա։ Նա նաև արտահայտել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության կարողությունները ամրապնդելու անհրաժեշտությունը, ընդգծելով անօդաչու թռչող սարքերը խոցելու փորձերի անօգուտությունը այնպիսի հրթիռներով, որոնք ավելի թանկ են, քան իրենք անօդաչու սարքերը։ Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրը հայտարարել է, որ Էստոնիան 12 միլիոն դոլար կհատկացի Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ նախաձեռնության շրջանակներում։
որը ենթադրում է Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնում։ Մենք որոշել ենք միանալ Սկանդինավյան եւ Բալթյան երկրների Parallel փաթեթին։ Մենք գիտենք, որ 4 փաթեթների շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ Մենք շատ մոտ ենք հաջորդ փաթեթի լիարժեք ավարտին։ Մեր ներդրումը կկազմի $12 միլիոն, ասել է Պևկուրը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։ Նա նաև հույս է հայտնել, որ Սկանդինավյան եւ Բալթյան երկրների Parallel նախաձեռնության վերաբերյալ նոր փաթեթի շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել արդեն հոկտեմբերի 16-ին։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանում աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին։ Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում կարևորեցի վարչական շրջանների դերը, ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման եւ բնակիչների հետ մշտական կապի ապահովման գործում։ Շնորհակալություն հայտնեցի նաեւ նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին համատեղ արդյունավետ եւ հաջողված աշխատանքի համար, նշել է փոխքաղաքապետը։ Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հերթական նիստը, այն վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե ինչ հարցեր են քննարկվել, հայտնի չէ։ Այսօր առավոտյան քննչական մարմինը բնականաբար իրավապահ մարմնի ներկայացուցիչների ուղեկցությամբ խոզարկություններ է կատարել Արագածոտնի թեմի հոգևորականների տներում, Արագածոտնի թեմի առաջնորդարանում եւ աշխարհիկ մի քանի աշխատակիցների բնակարաններում։ Արգրավել են տարբեր տեսակի փաստաթղթեր, համակարգիչներ, այդ թվում օրինակ մի աշխարհիկ աշխատակցուհը, ընտանիքի անդամների համակարգիչները, հեռախոսները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա նշել է, որ քննչական կոմիտեին բերման ենթարկվել 6 հոգևորականներ եւ մի քանի աշխարհիկ աշխատակիցներ, գանձապահ, գործավար, հաշվապահ եւ այլք։ Հիմա Մկրտիչ Սրբազանի տեղը չեն հայտնում, ընդ որում մենք պաշտոնապես դիմել ենք քննչական կոմիտեին եւ Երևանի քննչական վարչությանը։ Ներկայացրել ենք նաեւ մեր լիազորություններ հաստատող փաստաթղթերը եւ խնդրել ենք իրենց, որպեսզի ապահովեն մեր հանդիպումը Մկրտիչ Սրբազանի հետ, նրա իրավունքները պաշտպանելու նկատառումներից ելնելով։ Այստեղ նաեւ բերման ենթարկվածներին ենք հանդիպել, ասել է Զոհրաբյանը, նշելով, որ ներսում գտնվողները վկայի կարգավիճակ ունեն։ Փաստաբանի կարծիքով այս ողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման տրամաբանության մեջ է եւ ճնշում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Մեր տեղեկություններով քրեական գործը առնչվում է հավաքներին մասնակցելուն իբրև հարկադրելու Տեր Արամի ցուցմունքի կամ հաղորդման հետ եւ նաեւ որոշակի ֆինանսական հարցերի հետ։ Մանրամասնել է Զոհրաբյանը, հարցին թե Դանիել Օհաննիսյանի հաղորդման հիման վրա են հոգևորականներին բերման ենթարկել, նա դրական պատասխան է տվել։ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկած Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ շուտով քաղաքում կստեղծի ռազմական վարչակազմ եւ կնշանակի նոր քաղաքապետ։ Օդեսան արժանի է ավելի մեծ պաշտպանության եւ աջակցության։ Դրան կարելի է հասնել ռազմական վարչակազմի միջոցով։ Օդեսայում չափազանց շատ անվտանգության հարցեր երկար ժամանակ անպատասխան են մնացել։ Բոլոր արդյունավետ որոշումները կկայացվեն։ Ես մոտ ապագայում կնշանակեմ ռազմական վարչակազմի ղեկավարին, ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան բանակցություններ կանցկացնել Մոսկվայում։ Սիրիայի նախագահն աշխատանքային այցով Ռուսաստան կժամանի հոկտեմբերի 15-ին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Կողմերը կքննարկեն Ռուսաստանի եւ Սիրիայի միջև հարաբերությունների ներկայիս զարգացումը, ինչպես նաեւ դրանց հեռանկարները։ Նրանք նախատեսում են քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական եւ մարդասիրական հարցեր։ Նախագահները նաև կքննարկեն Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Եվրամիությունը քննարկում է չինական ընկերություններին տեխնոլոգիաների փոխանցման հարկադրանքը որպես միության շրջանակներում գործունեությունը շարունակելու պայման, հաղորդում է Bloomberg-ը։ Հղում անելով իր աղբյուրներին գործակալության տվյալներով այս քայլը կբարելավի եվրոպական արդյունաբերության մրցունակությունը։ Հրատարակության աղբյուրները պնդում են, որ միջոցառումները նախատեսվում է կիրառել չինական ընկերությունների նկատմամբ, որոնք ձգտում են մուտք գործել հիմնական թվային եւ արտադրական շուկաներ, ինչպիսիք են ավտոմոբիլային եւ մարդկոսների շուկաները։ Հրատարակության մեջ նշվում է, որ չինական ընկերություններից կարող է պահանջվել օգտագործել Եվրամիության ապրանքների կամ աշխատուժի որոշակի քանակություն, ինչպես նաեւ մեծացնել իրենց արտադրանքի ավելացված արժեքը Եվրամիությունում։ Կարող են նաեւ ստեղծվել Չինաստանի հետ համատեղ ձեռնարկություններ Եվրամիության արդյունաբերության մրցունակությունը բարձրացնելու համար։ Bloomberg-ը պնդում է, որ նոր կանոնները կարող են ուժի մեջ մտնել նոյեմբերին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Համասի կողմից Իսրայել վերադարձված բոլոր կենդանի մնացած պատանդների մասին եւ հայտարարել է Գազայի հատվածում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որը ներառում է զոհված պատանդների մարմինների վերադարձը։ Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։ Բոլոր 20 պատանդները վերադարձվել են եւ իրենց լավ են զգում։ Ծանր բեռը թեթևացվել է, բայց աշխատանքը դեռ չի ավարտվել։ Մահացածների մարմինները չեն վերադարձվել, ինչպես խոստացվել է։ Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա, հայտարարել է Թրամփը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ Եգիպտոսում բանակցություններից հետո Իսրայելը եւ Համասը համաձայնության են եկել իր առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։ 2 օր անց հրադադարը ուժի մեջ մտավ։ Իսրայելը իր զորքերը դուրս բերեց Գազայով բուֆերային գոտի եւ պաղեստինցիները սկսեցին վերադառնալ տուն։ Տասնյակ գույնզգույն փուչիկներ կրկին ճախրում էին Երևանի երկնքում, որտեղ հոկտեմբերի 10-ից 15-ը անցկացվում է բացահայտ իր Հայաստանը երկնքից օդագնացության 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնը, որը համընկնում է Երևանի 2807-ամյակի հետ, հստակ ցույց է տալիս, թե ինչպես են մշակութային եւ զբոսաշրջային նախագծերը ամուր հիմք ստեղծում միջազգային համագործակցության համար, եւ այն փաստը, որ Հայաստանի երկնքում ամենատպավորիչ միջոցառմանը արդեն մի քանի տարի մասնակցում է նաեւ Ռուսաստանը, լավագույն ապացույցն է այն բանի, թե որքան խորապես փոխկապակցված են մեր ժողովուրդները, մշակույթները եւ ձգտումները։ Այս տարվա փառատոնին մասնակցել է 9 երկրից մոտ 20 թիմ, սակայն ամենամեծ պատվիրակությունը կազմել են ռուս օդապարիկների օդաչուները։ Ռուս օդաչու Ալեքսանդր Ֆեդորովը, ով մասնակցել է նախորդ փառատոնների, կիսվել է տպավորություններով։ Ես կարծում եմ, որ նման փառատոնները բացարձակապես անհրաժեշտ են, քանի որ դուք ճանաչում եք երկիրը, նոր ընկերներ եք ձեռք բերում եւ կապվում նրանց հետ։ Այժմ շատ բացասական տրամադրություն կա, բայց սա զվարճալի եւ գունագեղ տոնակատարություն է, որը ուրախ ոգի է տարածում բոլորի մեջ, նշել է ռուս օդաչուն։ Թռիչքների երթուղիները մտածված էին, որպեսզի ցույց տան հին հայկական հողի ողջ գեղեցկությունը եւ ռուսական անձնակազմերը առաջիններից էին, ովքեր գնահատեցին եզակի համայնապատկերները թռչնի թռիչքի բարձրությունից։ Մեկնարկելով Երևանի բնորանից Էրեբունի ամրոցից նրանք ճախրում էին Գառնիի առաջին դարի հեթանոսական տաճարի վրայով, հիանում ապարանի ջրամբարի մակերևույթով եւ փառատոնն ավարտում Հանրապետության հրապարակում։ Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն Քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին տարել են քննչական բաժին։ Այս մասին Եվրամեդիա 24-ին հայտնել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ Այս պահին խուզարկություններ են իրականացվում Արագածոտնի թեմում։ Նախկինը հաղթանակն է, իսկ ներկան տեսնում ենք որն է։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա անդրադարձել է այս իշխանության վարած քաղաքականությանը։ Մի բան ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վրա շատ մեծ է արևմուտքի ազդեցությունը, եւ դա նոր չէ, որ ես դրա մասին ասել եմ, ես դրա մասին ասել եմ դեռևս 18 թվականի սեպտեմբերին, երբ որ ազգային ժողովի փոխնախագահ է դեռ, ընդդիմադիր արդեն, երբ որ հավաքական արևմուտքի ներկայացուցիչ Միացյալ Նահանգների նախագահի արտաքին անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնը Երևանում հայտարարեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի եւ հայ ժողովուրդը պետք է հրաժարվեն իրենց ազգային ու պատմական գաղափարներից, դա փաստացի հանձնարարական էր Փաշինյանի իշխանությանը եւ մենք տեսանք, որ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Արցախից հրաժարվեց, եւ Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվեց, եւ ավանդական արժեքների քարոզից հրաժարվեց, եւ հայոց պատմությունից, եւ հայ եկեղեցու պատմությունից, հիմա էլ նաեւ արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու հովվապետի դեմ։ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն անդրադարձել է առաջիկայում Հայաստանում նախատեսվող ընտրությունների հեռանկարին։ Նրա կարծիքով այդ համատեքստում Ռուսաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին ձեռնտու է Հայաստանի ներկայիս իշխանությունը։ Տեսնում եմ դավադրություն, որը կայանում է մի բեմադրության մեջ, որը հիմա պատրաստվում է։ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան հասել են մի համաձայնության, որ նրանց Հայաստանի ներկայիս իշխանությունը վերին աստիճանի ձեռնտու է, որովհետև կոտրված է, թույլ է, թուլամորթ է
եւ զիջում է ամեն ինչ Ռուսաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային։ Մենք դա տեսնում ենք, ես պետք չէ որ դա ապացուցեմ, լավ։ Ուրեմն եթե այդպես է, ինչ է բեմադրում Ռուսաստանը։ Իրանք բեմադրելու են, որ կա երկրորդ ուժը, որի հետ Փաշինյանը կյանքի եւ մահվան կռիվ է անելու։ Եվ դա պայմանական պրոռուսական կուսակցություններ են։ Հիմա անուններ չտամ, որ ոչ ոքի չնեղացնեմ նրանց ու մոռացել են։ Եվ բեմադրվելու է այս պայքարը, բայց Ռուսաստանն արդեն որոշել է։ Դա Կիրիենկոյի պլանն է, որի մասին ես ամիսներ առաջ խոսել եմ, եւ վերջերս մենք միայն ապացույցներ ենք ստանում, որ դա այդպես է։ Ռուսական կուսակցությունները կամ կուսակցությունը պետք է լինի երկրորդ, միգուցե երկրորդ եւ երրորդը, որպեսզի խորհրդարանը մնա այսպեսին՝ Փաշինյան եւ երկու պրոռուսական ուժեր։ Պարզապես ոչ թե Սերժ Սարգսյանի ու Քոչարյանը, այլ միգուցե անունները կփոխվեն, բայց շահերը կմնան նույնը։ Ռուսաստանը դրա հետևից կանգնած։ Ռուսաստանը պահպանում է Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսության պատրաստակամությունը։ Սրա մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Սրա մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ռուսական կողմը պահպանում է իր բաց լինելը եւ խաղաղ երկխոսության հարցում պատրաստակամությունը։ Լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։ ՆԱՏՕ-ն քննարկում է կանոններ սահմանելու հնարավորությունը, որոնք կարող են պարզեցնել ռուսական կործանիչների խոցման խնդիրը։ Այս որոշման մասին հայտնում է Տելեգրաֆ թերթը։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ցանկանում են, որ ռուսական ինքնաթիռները, որոնք դաշնակիցների օդային տարածքով հրթիռներ են տանում ցամաքային թիրախներին հարվածելու համար, լինեն հնարավորինս թիրախավորված, նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հնարավոր սպառնալիքի որոշման հիմնական գործոնները կլինեն ինքնաթիռի սպառազինությունն ու հետագիծը։ Ամերիկյան կառավարությունը չեղյալ է հայտարարել Մեքսիկայի առնվազն 50 քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների վիզաները թմրակարտելների եւ նրանց հավանական քաղաքական դաշնակիցների դեմ արշավի շրջանակներում։ Սրա մասին հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ 3 նախկին դեսպանների խոսքով նախորդ վարչակազմերը նույնպես չեղարկել են վիզաները, բայց ոչ այդ մասշտաբով։ Նրանց կարծիքով դա վկայում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքական նպատակներին հասնելու համար դիվանագիտական գործիքներն օգտագործելու պատրաստակամության մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կլինի Գազայի հատվածում հրադադարի գլխավոր դիտորդը։ Մենք հույս ունենք, որ այս պահին Գազայում մարտական գործողությունները դադարեցվել են։ Պարոն Թրամփի հայտարարությունն այդ առնչությամբ չափազանց կարևոր է։ Թրամփը լինելու է գլխավոր դիտորդն այս հարցում։ Նա անձամբ է հայտարարել այդ մասին մեծ հետ հանդիպումների ժամանակ, իսկ երբ մենք ոտքի վրա ենք շփվում, նա առաջարկեց պահպանել հեռախոսային կապերը եւ չարհամարել հեռախոսային դիվանագիտությունը։ Մենք կշարունակենք մեր բանակցությունները բոլոր մակարդակներով։ Այս դիվանագիտությունը, որը մենք հաստատել ենք պարոն Թրամփի հետ, չափազանց կարևոր է։ Մենք հույս ունենք շարունակել այն եւ կանենք ամեն անհրաժեշտը խաղաղության մթնոլորտ հաստատելու համար։ Եգիպտոսում հավաքված բոլոր երկրները կդառնան այդ խաղաղության մթնոլորտի երաշխավորները, հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։ Տեխնոլոգիաները եղել են կան ու շարունակելու են մնալ մարդու կյանքը լավացնելու միջոց։ Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք հիմա ասում ենք, որ տեխնոլոգիաները բերում են մարտահրավերներ ու սպառնալիքներ, բայց այս երևույթը նորություն չէ։ Բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են սպառնալիքներ ու մարտահրավերներ։ Այսօրվա տեխնոլոգիաների մասին շատ է ասվում, որ կարող ենք մարդուն կախվածության մեջ գցել։ Դա ճիշտ է, բայց սա առաջին տեխնոլոգիան չէ, որ մարդուն կարող է կախվածության մեջ գցել։ Ես ուզում եմ բերել դեղագործության օրինակը, որը ժամանակին, երբ ստեղծվում էր, իր հետ բերեց այլ մարտահրավերներ ու դրանք մինչ օրս ծավալվում են ամբողջ թափով, բայց որևէ մեկի մտքով չի անցնում անջատիչն անջատել ու դեղագործական տեխնոլոգիաները զրոյացնել, նշել է նա։ Փաշինյանը 100%-անոց ճշմարտություն է համարել, որ արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագան, բայց ուզում եմ լրացնել այդ նախադասությունը նույնքան ճշմարիտ այսօր հնչում է աշխարհի բոլոր երկրներում, ասել է Փաշինյանը։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում հոկտեմբերի 15-ից 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 15-ից 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին կբարձրանա 5-ից 8 աստիճանով։